տեղի անտեղի շահարկել Գորիս Կապան ճանապարհը մասնավորապես եւ շահարկել նաեւ Վաղարշակ Հարությունյանի անունը, ճիշտ է այսօր չեք շեշտել այդ անունը, բայց պարբերաբար ձեր թիմի ներկայացուցիչներից հնչում է այն մեղադրանքը, որ Վաղարշակ Հարությունյանը ինչ որ բաներ է հանձնել։ Տիկին Գրիգորյան, խնդրում։ Ես ճիշտ ասած առաջին անգամ լսեցի, որ մենք հերակա բանավեճ ենք ունեցել, ես ներողություն եմ խնդրում, առաջին անգամ եմ ձեզ այդ բանավեճում։ Իսկ ինչ վերաբերում է Գորիս Կապան ճանապարհի հանձնմանը, դա փաստ է, որ արձանագրված է առանձին փաստաթղթով։ Ես հիմա հասկանում եմ, որ մենք վերադառնում ենք 2020 թվական, բայց դա առանձին փաստաթուղթ է, որի տակ դրված է Վաղարշակ Հարությունյանի ստորագրությունը։ Ես ուզում եմ հասկանալ դրանում դուք ինչն եք այստեղ ուզում բացահայտել, որ Վաղարշակ Հարությունյանի ստորագրությունը դրված է այդ փաստաթղթում, որը իշխանությունը գաղտնի էր պահել, այնքան ժամանակ մինչև ես եւ Գեգամ Մանուկյանը բացահայտել են գլխավոր շտաբից զորով ստացել ենք այդ պայմանագիրը, որտեղ Վաղարշակ Հարությունյանը դրել է ստորագրություն, որով զորքերը նախ ստելով չի, փաստ կա, գոյություն ունի փաստ, գոյություն ունի պայմանագիր, որտեղ Վաղարշակ Հարությունյանի ստորագրությունը ավելին, ես Նիկոլ Փաշինյանին այդ հարցը հնչեցնելու հնարավորություն ունեցել եմ եւ շատ հստակ էր, որ Վաղարշակ Հարությունյանին ինքը հրամանը տվել է, ինքն էլ գործող պաշտպանության նախարար եղել, ստորագրել է ճանապարհը հանձնվել է։ Ուզում եմ հասկանալ դուք այստեղ ինչ Խնդրեմ Տիկին Սաղյան, արտագաղթ։ Քննարկման առարկան ձեր ինչն է։ 3 րոպե քննարկման։ Որտեղ, ասեք որտեղ։ Բացատրեմ, որովհետեւ Վաղարշակ Հարությունյանը այդ իրադարձությունների մասին մանրամասն պատմել է 20 թվականի դեկտեմբերի 17-ին եթեր տրված Զինուժի հաղորդման մեջ մանրամասն մարդը պատմել է ինչ ա եղել եւ ոնց ա եղել։ Այդ մասին մենք բազմիցս խոսել ենք, անձամբ Վաղարշակ Հարությունյանը խոսել։ Դուք շարունակում եք հարցի քննարկումը ձեր ղեկավարին մի ընդհատեք։ Մեր կուսակցությունը դրված է նա մեր կուսակցության ղեկավարը չի, մի քիչ նեղություն ուրեմն ոչ, դուք ինձ մի ընդհատեք եւ հիմա իմ պատասխանելու ժամանակն է։ Վաղարշակ Հարությունյանը կատարել է այնպիսի քայլեր, որոնք թույլ են տվել, որ Հայաստանը օգտվի այդ ճանապարհից 1.5 տարի, մինչև որ մենք կարողացել ենք կառուցել այլ ճանապարհ, այսինքն հանձնել է, լավությունը հարելա, հանձնել, բառը արտաբերում եք միայն դուք։ Բայց ինչ եք, ինչի ուրիշ բան չեք ասում։ Ես դա եմ ուզում ասեմ։ Ներողություն, Տիկին Գրիգորյանը հիմա նստում է այն մարդկանց հետ, ով քվեարկել է 2010 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքի համար, Արմեն Ռուստամյանը դաշնակցականները եւ այդ սահմանից այն կողմ քվեարկել են, որ դա Ադրբեջանի Հանրապետությունն է։ Շնորհակալ եմ Ադրբեջանի ոչ մեկը մեղք չունի։ Ես չեմ ուզում որ մեզ դիտող դրան պետք է պատասխանեն հանրապետականները եւ դաշնակցությունը, իդեմս Աննա Գրիգորյանի եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ադրբեջանի շահերը ավելի ակտիվ Մի գոռացեք։ Տիկնակ եւ պարոնայք։ Տիկնակ եւ պարոնայք։ Տիկնակ եւ պարոնայք։ Ունեմ որ դուք արդեն 3 անգամ ինձնից ներողություն եք։ Պարոն Սիմոնյան։ Այդպես պատկերացնում եմ, որը ձեր ընկերներն են։ Պարոն Ղազյան, մի րոպե, լսեք մի բան։ Երբ որ դուք զուգահեռ գոռում եք, հեռուստադիտողը ոչինչ չի լսում։ Ոչինչ չի լսում։ Ձեր նպատակն է, որ ձեզ լսեն։ Հետևաբար, եթե ձեզ դուք ուզում եք լսեն, այլ ոչ թե աղմուկ, խոսացեք առանձին հարգելով միմյանց։ Խնդրեմ, պարոն Ղազյան։ Ուրեմն, պարոն Սիմոնյան, որպես ազգային ժողովի նախագահ դուք գոնե օրենքների մասին պիտի տարրական պատկերացում ունենաք, առավել ևս իրավաբանի որակավորման։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքը կարգավորում է վարչատարածքային միավորների սահմանները։ Հայաստանի Հանրապետությունում վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները։ Պետական սահմանի մասին օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ հարևան պետությունների սահմանները կարգավորվում են առանձին օրենքով կամ միջազգային պայմանագրով։ Հիմա Տիկին Գրիգորյանի մեկնաբանությունը շատ գրագետ է ու ճիշտ այն իմաստով, որ բանվազարի հայտարարությամբ ասում է զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ իրանք այդ պայմանի գտնվեն եւ Կուպատլի շրջանի անուն այնտեղ գրած չի եղել։ Ճիշտ ասում Տիկին Գրիգորյանը, Վաղարշակ Հարությունյանը տվիչ կարող է չկա։ Պարոն Ղազյան, հիմա լսեք դիմացին։ Լսեք հիմա դիմացին։ Ես չեմ վերջացրել, ընդհատում է դուք վերջացել եք, լսեք։ Մեդալ եք ստացել։ 3 րոպե ավելացրեք։ Այսինքն երբ որ դուք քվեարկում եք եւ ասում եք, որ հանրապետական կուսակցությունը եւ դաշնակցությունը եւ Տիկին Գրիգորյանի այսօրվա գործընկերները, երբ որ դուք քվեարկում եք, ասում եք, որ Սյունիքից ձեր կուսակցությունն է հանրապետականը եւ հիմա էլ եք հանրապետական։
Ուրեմն երբ որ դուք քվեարկում եք Սյունիքից այն կողմ գրում եք Հանրապետություն Ադրբեջանի Հանրապետություն, այդ ես եւ իրանք էին հանձնում։ Այսինքն դուք քվեարկեք, գաք եթերը միասին ասեն դրանով որոշվում է միայն Հայաստանի Հանրապետության համայնքների եւ մարզերի սահմանները։ Համայնքից այն կողմ Ղարաբաղեր թե ոչ։ Սյունիքից են կողմ Ղարաբաղը թե ոչ։ Դուք ինչ եք ասել, որ Արցախը լսեք, այդ մեկ ինչ եք ասել, չեք ասել։ Արնեք մի գորացեք, էլի։ Մի գորացեք։ Գրիգորյան, պարոն Ղազարյանը չի ուզում դրա մասին լսել։ Սյունիքից այն կողմ Ղարաբաղը թե ոչ։ Սյունիքից այն կողմ Ղարաբաղը թե ոչ։ Հա թե ոչ է, հա թե չէ, այո թե ոչ։ Այո թե ոչ։ Մի վարքյան էլի, մի րոպե, չեղավ այսպես։ Վերջ։ Վերջ։ Պատգամավոր եք, պարոն Սիմոնյան, պատգամավոր։ Սխալ եք արել։ Անջատեք պարոն Ղազարյանի, մի րոպե։ Մնացել եք օրենքի Անջատեք պարոն Ղազարյանի, պարոն Սիմոնյանի եւ Տիկին Գրիգորյանի միկրոֆոնները։ Չեղավ։ Ձեր միկրոֆոնը անջատված է։ Տիկին Գրիգորյան, վերջ։ Անջատեք ձայները։ Անջատած է։ Վերջ, ձեր ձայները անջատել են։ Չի կարելի Պարոն այսպես։ Ղազարյանի տեղերը փոխել։ Իրավունքի ձեր ձեր ընտրողները մեղք են, միայն գոռոց են լսում։ Կարելի է։ Անջատած է պարոն Ղազարյանի։ Ձեր միկրոֆոնը չեք էլ միացնի։ Վերջ։ Տիկին Խաչատյան, Հիմա Տիկին Խաչատյանը, հետո դու։ Ներողություն, բայց ես Ժողովուրդ, խոսում ենք Խնդրեմ, Տիկին Իսախոն Խաչատյան։ խոսելու եք, խնդրեմ։ Դուք խոսում եք պարոն Հարությունյանի պաշտպանության նախարար եղած ժամանակվանից, խոսում ենք Սյունիքից, շատ լավ կլինի, որ այսօր պարոն Հարությունյանը վեր կենա եւ որպես պաշտպանության նախարար նաեւ խոսի անվտանգության նիստին, որին ինքը ներկա է եղել, որին այս տիկնոջ կուսակցության ղեկավարը մեղրին բերել է բանակցային սեղան։ Այս մարդիկ, ովքեր մեղրին բերել են բանակցային սեղան, խոսում են Սյունիքից։ Սա զավեշտ չի, սա ողբ է։ Սա այս պետության, այս քաղաքական իրականության ողբն է, որ այս մարդիկ կարող են Սյունիքից խոսել, մարդիկ, ովքեր մեղրի հարցը սակարկումը բերաշորական, ինչից հետո եղել է հոկտեմբերի 27, որովհետև դրան դեմ են եղել Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Թող Վաղարշակ Հարությունյանը դրա մասին խոսի, շատ ճիշտ է։ Անջատեք Տիկին Խաչատյան, Տիկնակ եւ պարոնայք, հարգեք իրար, չափ կա, սահման կա, մարդիկ Պարոն Մեհրաբյան տեսել եմ։ Մարդիկ ուզում են լսել Ես ուժերի եւ եւս 5 Հիմա տարի վայելեք պարզաբանումներ։ Պարոն Ապետյան, լռություն, խնդրեմ։ Սիրելի հայրենակիցներ, մենք այստեղ տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն կերպ ուզում է հաստատել, որ ինքը դավաճան է եւ մեր հողերը հանձնել է, ուրեմն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը առաջին հանրապետության իրավահաջորդության իրավաքաղաքական սկզբունքի վրա է հիմնված եւ Հայաստանի Հանրապետության սահմանները որոշվում են դելիմիտացիայի եւ դեմարկացիայի միջոցով եւ պետք է անպայման լինի քարտեզագրում, քարտեզագրման մեջ պետք է բնութագրված լինի հերթով, թե որտեղից ինչ է արվում եւ սիրելի հայրենակիցներ, այստեղ պետք է մի բան փաստենք, որ քաղաքացիական պայմանագիրը առ այսօր շարունակում է մեր հայրենիքը հանձնել եւ անկլավներ գոյություն չունեն Արցախը Հայաստան է, Սյունիքը Հայաստան է եւ Տիգրանաշենը Հայաստան է այս վերջ եկել է հողերը հանձնելու թույլ պետք է սրանց վերարտադրություն Անջատեք Տիկին Սախոյանի միկրոֆոնը։ Խնդրեմ, պարոն Մեհրաբյան։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ նաև պարոն Վաղարշակ Հարությունյանը, պարոն գեներալը նաև պետք է ասի այդ ժամանակ ինչ էին անում մի քանի ռուս բարձրաստիճան սպաներ իրենց բանդաների հետ այնտեղ, երբ GPS-ով գալիս կանգնում էին այդ սահմանի վրա։ Այ որ ասում եք մինչև վերջ պետք է ասեք դա մեկ։ Ներողություն։ Եվ երկրորդը, որ հատուկ Հայաստանին դնի ամենածանր վիճակի մեջ։ Այ դա դուք չեք ասում ցավոք սրտի։ Երկրորդը, երբ Սյունիքի հետ կապված բազարներ անող քաղաքական այսպես կոչված ուժի ներկայացուցիչը նաև դատողություն է անում, թե ինչն է ձեռնտու, ինչը ոչ, դա ուղղակի զավեշտալի է, էլի։ Եվ էլ եմ ասում, Հայաստանին չի կարելի թողնել պարտության տակ 20 թվականի, 26 թվականին։ Բոլոր այդ քաղաքական ուժերը պետք է ստանան 0 ձայն։
Սա է իմ կոչը ընտրողների։ Զավեշտը այն է, որ այսքան տարիներ հետո մարդիկ դեռ կարողանում են շահարկել նա, որ մեղրին հանձնվում էր։ Դուք մեղրին վերջին անգամ երբ եք եղել։ Մի քանի օր առաջ եմ եղել։ Մեղրին իր տեղում է, հերիքա այսքան շահարկեք։ Մեղրին իր տեղում է, որտեղ Ռոբերտ Քոչարյանի օրոք Վազգեն Սարգսյանը եւ Դեմիրճյանը սպանվեցին։ Այո, Վազգենի շնորհիվ է մեղրին տեղում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում է մեղրին հանձնելու համար։ Հասկանալի է։ Մի գոռացեք, մի րոպե։ Եվ սպասեք, այս վերջերս, Տիկին Գրիգորյան։ սա Հիմա պարոն Հմայակովյան։ Բայց ես պետք է ավարտեմ, պարոն Ղազարյան, թույլ Բոլորը տվեք։ որ ավարտեն մի օր։ Ոչ, այսինքն կարելի է ընդհատել, բոլորին ընդհատել։ Դուք պատասխանում Ասում եմ բոլորին սրանից հետո ընդհատենք։ Խնդրեմ պարոն Հովանես։ Ուրեմն այս քննարկումը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ ունեցավ այն, որ այն հանձնաժողովի աշխատանքը, որը պետք է ուսումնասիրել բոլոր ծալքերը այդ 44 օրյա պատերազմի եւ բացահայտել մեղավորներին չի հրապարակվում, գաղտնիացրել են եւ այստեղ նստա մարդիկ այստեղ ընդդիմությունը այդ խորհրդարանական տխրահարճակ ընդդիմությունը, որը իրան զրկել էր հնարավորությունից պահանջել, որպեսզի հրապարակվի, որովհետև չի մասնակցել աշխատանքներին, բոյկոտել է հանձնաժողովի աշխատանքը, ամբողջ աշխարհում ընդունված է, հանձնաժողովներ է ստեղծում։ Հոկտեմբերի 27-ի հարցով հանձնաժողով չստեղծվեց, պետք է ստեղծվեր եւ ըստ որում միջազգային փորձագետների ներգրավմամբ պետք է ստեղծվեր։ Ես դա ասում եմ որպես տուժող, միակը այստեղ ով տուժող է, հոկտեմբերի 27-ի գործով ճանաչվել է դատարանի կողմից։ Այսօր անջատված մասով դոփումա տեղում քննությունը դրա համար անընդհատ է խոսակցությունները։ Վերջ։ Տիկին Սաղյան, Հետո ես պարոն Մերաբյանին պիտի արձագանքեմ, քանի որ դուք չնկատեցիք, որ ինքը բանդա, սենց բառեր է օգտագործում, որը թույլատրելի չի կարծում եմ։ Ուրեմն Վաղարշակ Հարությունյանը պայմանավորվել է անձամբ Շոյգուի հետ, որպեսզի ռուսական զորքերը 102 բազայից գան եւ խոչընդոտեն Ադրբեջանի զորքերի դիրքավորումը Գորիս Կապան այն ճանապարհի հատվածի վրա 11 կիլոմետրանոց, որ Ադրբեջանը ասում է սա իմնա գալու եմ ստեղ կանգնեմ։ Գա եկել են ռուսական զորքերը եւ թույլ չեն տվել, որպեսզի Ադրբեջանի զորքը գա դիրքավորվի այնտեղ, որտեղ իրանք ուզում էին դիրքավորվել։ Հասկանալի է։ Այդ միակ սահմանի հատվածն է, որտեղ Ադրբեջանը չի կանգնել իր ուզած տեղը։ Արցախը հանձնված, մեզանից նոր տարածքներ են պահանջում, դեռ քննարկման առարկա է այն փաստը, որ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է ճանապարհ հանձնելու, լավ, հիմա հասկանալի չի, որ նոր անկլավների պահանջ են դրել, մարդիկ ասում են ադրբեջանական Այս չեք տեսնում։ Տիկնայք, լսեք իրար, տիկնայք։ Լսեք իրար, մի կոռացեք։ Պարոն Մեհրաբյանին Հիմա պարոն Մանուկյանը խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, ես մի խնդրանքով Զայն դիմեցի ընդմիջումից առաջ։ Հետո Փոքր հարցերը մի դարձրեք քննարկմանին։ Հիմա այս ավելի մեծ հարց եմ տալիս, երկու հատ։ Հայաստանի պետական սահմանը խախտված է։ Երկու ձևով։ Եվ ուզում եմ հարցնել, այն իշխանությանը, որը հայտ է ներկայացրել, շարունակել իշխանությունը։ Կարող եք ինձ ասել, խնդրում եմ ասեք, ես այդ հարցի պատասխան ինչպես Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրը դարձավ ներողություն։ Ես ձեզ խնդրում եմ, մի րոպե, խնդրում եմ։ Տիկին, ով ձեզ հարցրեց, լսեք։ Ես կարդացել եմ բոլոր քարտեզները, բոլոր հանրագիտաները, բոլոր սովետական շրջանի եւ հետսովետական շրջանի բոլոր թվերը 29-8 դարձավ 29-ը։ Սրա պատասխան ես ձեզ խնդրում եմ։ Երկրորդը մի տարածեք, սա հանրային հեռուստաընկերություն է եւ պետք է ժողովուրդը ճիշտ իմանա։ Հայաստանի Հանրապետության սահմանները առաջին հանրապետության եւ միակ հանրապետության սահմաններն են եւ հետեւաբար 29800 քառակուսին դա ԿՊԻ-ը լավ համաձայն բայց մի րոպե մեր ժողովրդին մի խափեք բավական է 35 տարի խափել եք բավական է հիմա ճիշտ ասեք որ ժողովուրդը ճիշտ է մի րոպե խնդրում եմ մենք անկախացել ենք եկեք չգոռալ մենք անկախացել ենք վարչական Հայաստանի երրորդ հանրապետություն Հայաստանը եղել է սովետական միության վարչատարածքային դուք սովորեք բոլորին Հայաստանի հանրապետություն որպես սուբյեկտ չի եղել հետևաբար դա սահման պետական սահման չի կարող շատ լավ խնդրում եմ լռեք ճիշտը խոսեք հաջորդը մենք ունենք 240 կիլոմետր Հայաստանի պետական սահմանից դուրս եւ ձեր ասացի կարող եք ասել այս առաջիկա բանակցություններում այդ խնդիրը կա էլի հենց պատասխան ով դա պատասխանատուն է
Մենք կորցրել ենք այն արժե 29-ից 29.7 եւ 240 կիլոմետր ամբողջ արևելյան սահմանով 240 քառակուսի կիլոմետր մենք չունենք։ Մեր պետական սահմանը քանդված է եւ սպասվելիք երկու տարածքային կորուստներ է։ Մենք կորցնում ենք անկլավների հետ Վրաստանի մայրուղու վերահսկողությունը եւ Գորիսի ես երեք առաջի օրն եմ եկել այդ Ադրբեջանի դրոշի տակով անցել եմ Մեղրի քարքի հետ կապված մեր Պարսկաստանի ճանապարհի վերահսկողությունը ամբողջապես տրվում է Ադրբեջանի։ Իշխանությունը թողես հարցին պատասխան։ Շատ ճիշտ ասացիք, որ մենք անկախացել ենք եւ մենք անկախացել ենք այս քարտեզը։ 29։ Հա, մի րոպե էլի, մի րոպե։ Ուրեմն ըստ վավերացված Տիկին մի րոպե հասկացա։ Սահարային հեռուստաընկերությունը ըստ վավերացված երկու պետությունների կողմից հանձնաժողովի կանոնակարգ գոյություն ունի եւ այդ կանոնակարգը հաստատել է եւ վերհանել է այն սահմանը Վրաստանից միջև Պարսկաստան, որը որ եղել է մեր երկու պետությունների միջև եւ բանը այդ սահմանազատումը Տավուշի մարզում հենց այդ տրամաբանության մեջ է եղել եւ այդ սահմանազատման շնորհիվ է որ այսօր օրինակ որովհետեւ մի վարքան հələ դուք մի դատվեք հետո մնացածի մասին խոսանք Եվ այդ դրա շնորհիվ այսօր Կիրանցի Տավուշի այն մասում, որտեղ հայ բուդուր էին անում, ստեղ մասնակիցների մեծ մասը Տավուշ անուն փրկության էին անում եւ այլը, այսօր այնտեղ խաղաղություն է եւ մարդիկ այնտեղ տներ են ավելացել, մոտավորապես 50 տուն է ավելացել այդ նույն Կիրանցում եւ կարող եք գնալ ինքներդ տեսնել։ Ինչ վերաբերվում է անկլավների, կրկնում եմ, այդ բոլոր խոսակցությունները գնում են սահմանազատման եւ սահմանագծման բանի մեջ, բայց այսօր անկլավների մասին մի րոպե թողեք երկու մարդ խոսի։ Այսօր անկլավների մասին որևիցե խոսակցություն չկա, երբ որ կգա դրա ժամանակը սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված, վերջացնեմ մի նախադասություն մնացել, երբ որ կգա ժամանակը անկլավների մասին խոսելուց, դուք լավ գիտեք, որ մենք ունենք մեծ անկլավ Արցվաշենը, որը իր տարածքով շատ բավականին մեծ է, կվերանենք իրավական փաստաթղթերը եւ կգործենք գորություն ունեցող վերջ մնացածը 240 կիլոմետրի մասին, որը Հայաստանի պետական ես չեմ կարող մտնել դրա մեջ։ Սիմոնյան չենք լսում, մի վարքյան, մի րոպե։ Սանտիմետր եւ բանկեր։ Մի րոպե։ Պարոն Տիկնայք, մի վարքյան։ 3 րոպե ավելացնում ենք։ Պարոն Մեհրաբյանն է, պարոն Գորգիսյանը այս կողմից, պարոն Անանյան, պարոն Ղազարյան, պարոն Նահապետյան, պարոն Աբովյան, խնդրում եմ։ Կարճ ձևակերպեք ձեր խոսքը, որ բոլորին հերթացնի, խնդրեմ։ Շնորհակալություն։ Այս խոսակցությունը փաստորեն ինձ թույլ է տալիս արձանագրել, որ Ալիևի փաստաբանությամբ զբաղվող քաղաքական ուժերը նաև դեմ են Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններով դելիմիտացիայի եւ դեմարկացիայի process-ներին եւ փաստորեն անում են հայտարարություններ եւ տանում են քաղաքական գիծ, որ խափանելու է հնարավոր խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Արձանագրում վերջակեր։ Միացրեք Տիկին Սախոյանին, բայց հիմա ձեր հերթը չի սպասեք։ Պարոն Գորգիսյան, խնդրեմ։ Հերթական անգամ մենք փաստում ենք, որ այս ընտրությունները սիրելի քաղաքացիներ սովորական ընտրություններ չեն եւ շատ մեծ հարցեր են դրված սեղանին, որոնց լուծելու համար պետք է որ խորհրդանում լինեն փորձված քաղաքական ճանապարհ անցած քաղաքականությունից եւ բանակցություններից հասկացող մարդիկ։ Պարոն Սիմոնյանը ասում է սահմանազատման մասին, երբ սահմանազատման տակ չկա որևէ քարտեզ եւ Ադրբեջանը ամեն գյուղի մոտ բերում է իր ուզած քարտեզը եւ դրանով ստիպում է Հայաստանին գնալ հերթական զիջումների։ Եվ մենք հայկական կողմից չունենք որևէ դիմադրություն, մենք մինչև հիմա սկսել այս բանակցությունները, զիջում ենք եւ միայն զիջում ենք։ Շնորհակալություն, պարոն Ապետյան։ Բայց պարոն Սիմոնյանի անունը տվեցին։ Դուք վերջում, սպասեք, բոլորը մեկա ձեր անունը տալու են, գրեք խնդրում եմ։ Պարոն Ապետյան։ Ես շատ կարճ բան եմ ասելու, ժողովուրդ ջան, այս մեր ապագա պարլամենտի հավանական պատկերներից մեկն է։ Ձեզ դուր է գալիս,
քվեարկեք այս քաղաքական ուժերին, դուր չի գալիս, քվեարկեք համար երկու բոլորին դեմ եմ։ Ու մենք այս աղմուկը կդադարեցնենք։ Իմիջայլոց ես երևի սկսեմ արդեն աղմուկի դեպքում խնդիրներ սարքել, որ էլ սենց չանենք։ Շնորհակալություն պարոն Ղազարյան։ Մի նախադասություն պարոն Գորգիսյանին թույլ տվեք, ես ձեր չեմ պարոն Ղազարյան, Պարոն Ղազարյան, ավարտի եւ կանդրադառնանք։ Ուրեմն ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին ասել, որ այդ սահմանային հանձնաժողով կոչվածը ստեղծվել է 2022 թվականի մայիսի 22-ից։ Կանոնակարգը նրանց հաստատվել է 2024 թվականի օգոստոսին եւ այդ ժամանակվանից մինչեւ հիմա մի միլիմետր սահմանազատում չի իրականացվել։ Կիրանցում ոչ թե սահմանազատում, այլ ուղղակի Ադրբեջանի միակողմանի պահանջով Ալիևն ասում է, դիալոգ չեղե, մանալոգ ա եղե, 4 գյուղ հարակից տարածքներով ընդամենը հանձնվել